Երեքի կարևորագույն կանայք, Անգելինայից թողում եմ ձեր մոտ, ես էլ գնամ տենամ տղերքը այդքան երկար ինչ չեն քննարկում։ Նստի, վերջ մի լարվի, արդեն ամեն ինչ լավ է։ Հրաշտանք, ազատ գա քեզ։ Շնորհակալ եմ։ Համել ինչ ունես լարվելու։ Դու Հենրիից ես սիրում, Հենրիս էլ քեզ։ Հերին մի քիչ տաքարյուն է ու շուտավորոշումներ կայացնում կտրուկ դրա համար, բայց Ու դու իր ռիթմին չես դիմանում։ Այդ նրանից է, որ իմ տղան քեզ շատ է սիրում։ Ախր շատ սիրուն է։ Հաննա։ Հրաշտանք։ Դու Միքայել սպանեցիր հասկացանք էլի։ Դա ինչ է։ Եթե դուք ինձ եք քննարկում, իսկ ես շատ լավ գիտեմ, որ ինձ ու իմ սերն եք քննարկում, կարծում եմ ես ստեղ պետք է լինեմ։ Պարտադիր պետք է այստեղ լինես, տղա ջան, նստի։ Դու իրոք հավատացիր, որ ես քեզ բերում եմ տունը ցույց տամ։ անկեղծ ասած չգիտեմ։ Ես ուղղակի հասկանում եմ քո ներսում հիմա ինչ է կատարվում։ Ու այս պահին տունը քեզ ընդհանրապես չի հետաքրքրում, չնայած որ պիտի հետաքրքրի, որովհետև սա նաև քո տունն է լինելու։ Ես ուղղակի տեսա ինչ լարված ես, ուզեցի քեզ փրկեմ։ Ճիշտն ասած, մի քիչ օթերով եմ չեմ հասկանում դեռ ինչ է կատարվում։ Ու չգիտեմ հաջորդ քայլս որը պիտի լինի։ Այս պահից սկսած ու միշտ դու մենակ քո սրտին լսի։ Քո սիրտը քեզ ցույց կտա ճիշտ ճանապարհը։ Սրտից ձայնին լսելով որ եկել եմ այստեղ։ Ուղղակի ինձ ներսից քայքայում այն միտքը, որ մամային ու պապային դեմ եմ դուրս եկել։ Գիտես, մի օր քո ծնողները կընդունեն ձեր սերը, ոնց որ այսօր Միքայելը ընդունեց։ Ուզում ես նստես։ Նստի։ Տղա ջան, դու գիտեք, եթե սիրում ես, ամուսնացի։ Չեմ սիրում եմ, ցնդում եմ պապի։ Ղզիկ բաներ մի արա։ Քեզ մի քիչ ձիգ պայի։ Պապ, հիմա տալիս ես չէ քո օրհնությունը իմ ու իր միությանը։ Ես արդեն տվել եմ իմ օրհնությունը։ Ձեր միությանը։ Նայես, Միքայել, եթե հանկարծ սխալվեց, մեղքը քո վիզը, քո մեղքը քո վիզը։ Չի լինի տենց բան։ Բայց ամեն ինչ պետք է կարգով լինի։ Այսինքն Ոնց այսինքն կարգով պետք է լինի, ոնց որ կարգն է։ Պսակադրություն, նշանդրեք, խոսքապ։ Այսինքն հենց շախունցի հարսանիքը պետք է լինի, հենց շախունցների արժանավայել հարսանիք։ Այդ սաղ կանենք, խնդիր չկա, բայց մինչև այդ Անգելինան մեր տանը պետք է մնա։ Ես ասեմ, թե դուք ասես։ Չէ, ավելի լավ դու ասես։ Տղա ջան, Անգելինան պետք է գնա իրենց տուն։ Պապի, պապա, ուղղակի ավագը իր կնոջ հետ Անգելինային տնից դուրս է հանել։ Դրա համար պետք է, որ Անգելինան մնա մեր տանը։ Բայց դու դրա համար մի անհանգստացի։ Ես ու մաման ոնց որ կարգնա կգնանք ավագենց տուն ու խոսքը ոնց կարգնա էլի։ Մի տեսակ չեմ հավատում։ Տղա ջան, ես էլ չէի հավատում, բայց նոր լսեցի, որ ինքը կգնա կնոջ հետ ավագենց տուն, դե հերդ էլ որ գնաց ավագենց տուն։ Իմացի, տես ավակ աղջիկա ձերը բռնած գալ է, իր տուն։
Ես այլևս չեմ կարող սպասել։ Ինչ ես մտածել։ Գնա շախոցների տուն։ Ինչ պիտի ուրիշ մտածեմ։ Բաբա, խնդրում եմ արև մի քիչ սպասենք։ Խր ինչքան սպասենք։ Ժամերը անցնում են, իսկ Միքայելից լուր չկա։ Մի բանն է ինձ հանգիստ թողնում, որ ես վստահ եմ, որ Միքայելը չի թույլ տա անդառնալին։ Խոսքը իր տղայի ու աղջիկի մասին է։ Ինձ մի հիշեցրու։ Ես հոգու խորքում հույս եմ փայփայում, որ դա այդպես չի։ Ես միայն դրանով եմ արդարացնում Միքայելի հանգստությունը։ Ես չէի ասի, որ նա հանգիստ է։ Ամեն դեպքում մեր չափ անհանգիստ էլ չի։ Մինչդեռ պետք է հակառակը լիներ։ Անգամ այն, որ նրանք կարող են արունակցական կապ ունենալ ու հանդիպել, ինձ դա խելագարության հասցնում։ Մեռնել եմ ուզում։ Անիծալ Միքայելը մեզ էլ իր մեղքերի մեջ քաշեց։ Եկար, կորած մոլորած թորնիկ։ Տրամադրությունը տեղը չի, հա, պապի։ Որտեղից տեղը լինի։ 4 կողմից վրա են տվել։ Կողքս կանգնող չկա։ Ինչ է, հələ պատմի տեսնա։ Ինչի տապետ բալա ջան։ Գլուխդ մի ծանրացրու։ Եթե ես էլ չկարողանամ օգնել, պապան հաստատ կօգնի։ Հա, իրոք, պես ես ինձ օգնում է։ Սարի պես միշտ մեջքից կանգնած է եղել։ Բայց ես այն հարցը չի, որ ինքը խառնվի։ Դու ինձ ավելի լավ ասա, ուր էիր թերև գալիս։ Պապի։ Այդ դրան, միատ ինձ ասա, կարող աղջիկ մաղջիկ կա։ Պապի, 2 օր ինչ եկել եմ, արդեն աղջիկա թեմա ես բացում։ Եթե պապիիդ քաշած լինեիր, այսինքն ինձ, 2 ժամ բավարար էր աղջիկ գտնելու համար։ Պապի, դու գիտես չէ, որ դու վերջն ես։ Լավ, դու ինձ ասա, եկել էր ինձ տեսնելու, թե դես ու դեն գնալու։ Պապի, ես քեզ շատ սիրում ու հարգում եմ, բայց արի դու ինձ մի վերահսկի, էլի։ Ես դրանից մենակ նյարդայնանում եմ։ Լավ, մի նյարդայնացի, կեշանում ես։ Հերի կարամ հասկանամ ինչի ենք ստեղ եկել։ Պապա ենք կողմ են մեր բիությանը հասկանում ես։ Բայց արդյոք էդ իրական է։ Դե հա, համ պապին, համ պապան հասկացան, որ իմ սիրո դեմ չեն կարա պայքարեն անգել։ Հիմա մնում է այդքանը ձերոնց հասցնենք։ Այդ հարցում շատ խիստ կասկածում եմ։ Մի կասկածի, որովհետև պապան ու մաման գալու են իմ ու քո հետ ձեր տուն, համ խոսեն, համ էլ հարսանիքի օրը որոշեն։ Հարսանիքի օր։ Դե հա, մերոնք ուզում են ամեն ինչ հերթով կարգով անեն, ճոխ հարսանիք են ուզում անեն, ճիշտ ասած ես էլ դեմ չեմ, շատ եմ ուզում քեզ հարսի շորով տեսնեմ։ Հերի խելոքն են։ Դե խելոք եմ էլի, սրանից խելոք էլ լինում, հա։ Որի գնանք, հիմա մեր տուն ենք գնում։ Չէ, իջնենք հաց ուտենք, կշտանանք, հետո կգնանք, պապան ամեն ինչ կկարգավորի հանգիստ տեղի, արի։ Միքայելն։ Ալո։ Ոնց ես ավակ։ Սիրտը թո քեզանից չի հրաժարվել։ Ցինիկանալու ժամանակը չի։ Անորոշության մեջ մեռա սպասելով։ Տոնը տիչացրու։ Զանգել եմ, որ չմեռնես։ Ես իրավիճակը կոնտրոլի տակ եմ պահում։ Ինչ կոնտրոլի տակ։ Ոնց կարող ես նման իրավիճակում դու կոնտրոլից խոսել։ Ինչ ասում, ինչ է կատարվում։ Ես ջահելներին հանգստացրել եմ։
Դու կարծես չես հասկանում պահի լրջությունը։ Ավակ։ Հանգստացի։ Ես ու Աննան երեխեքի հետ գալու ենք ձեր տուն։ Ստիպված եմ ինչեր քաշել քո մի սխալի պատճառով։ Սեղան նստել տեսում հետ։ Այ Միքայել։ Սենց լավ չի, որն էլ մեռաստեղից գտներ բերեիր, սեղանի շուրջ տնեիր։ Պապան ուր գնաց։ Պապան խառն է։ Ես հեսա կկանչեմ։ Ինձ կանչել պետք չի։ Ես արդեն այդտեղ եմ։ Բարյա խորժակ։ Ապրես։ Անգելինա ջան, զգա քեզ ինչպես ձեր տանը։ Զգում ա, պապ ջան, զգում ա։ Ես իրա մասին հոգ կտանեմ, անգիս տեղի։ Դե, բոլորիս բարյա խորժակ, մեր բռնած գործին էլ հաջողություն։ Ու թող որ ձեր սերը քանդի բոլոր պատնեշները։ Ուй։ Ու որ ամենակարևորն է հաղթահարեք բոլոր դժվարությունները պատվով։ Կհաղթահարենք, խոստանում եմ։ Ապրեք, մենք էլ կօգնենք, որ դուք հաղթահարեք։ Անուշ։ Ես եմ սարքել։ Լավ։ Պատրաստ ես։ Եկեր։ Շնորհակալ եմ։ Անուշտեղի գալիս։ Հասա արեմ։ Հանգստի ժամին եմ զանգել, որ չխանգարեմ քեզ, պապ։ Ոնց ես։ Լավ, նույնիսկ շատ լավ։ Ուրախ եմ քեզ համար։ Երևանը շատ է դուրս գալիս։ Երևանը թե Բագրատը։ Ինչու ոչ, նաև ինքը։ Դու հիմա լուրջ ես դա ինձ ասում։ Ինքը միշտ այնքան լավ է արտահայտվում քո մասին, պապ։ Որովհետև իմ ձեռքն է բռնել, որ կարողացել է ճահճից դուրս գա։ Ես ուզում եմ, որ աչքդ Բագրատի վրա պահես։ Մտնես բիզնեսների մեջ։ Միևնույն է, դու Իրանից լավ ես հասկանում բիզնեսներից։ Ուզում եմ իմ աչքերն ու ականջները լինես, քանի այդտեղ ես։ Լավ, պապ։ Այսօր եմ թխել մի կտոր ապրի իմ աղջիկը։ Պապի, բայց դու ոնց որ այդքան էլ գոհ չես Հենրի ինտուիցիոնից։ Ոչ, գոհ չեմ։ Բայց ինչի։ Վայնան արտերից, ես պատասխանեցի, իրավունք չունեմ իմ կարծիքը չմեկնաբանելու։ Ներողություն իհարկե, բայց ես չեմ հասկանում ինչի համար է այս լարվածությունը։ Ինչի են բոլորը դեմ այդ երեխեքի հարաբերություններին, ընդհուպ մինչև Անգելինայի ծնողները։ Այ որ տեսնես Անգելինայի ծնողներին, ինքդ էլ կհարցնես։ Ու կհարցնեմ։ Հա բայց իրոք էլի։ Համ մեր ընտանիքի վերաբերմունքն է պապի շատ տարօրինակ։ Համ էլ Անգելինայի ծնողների դեմ լինելը։ Ժողովուրդ անկեղծ միակ բանը, որ ես ուզում եմ, այդ որ եղբայրս երջանիկ լինի։ Ու կլինի, դու հանգիստ եղի։ Բոլորս էլ դա ենք ուզում։ Որովհետև Հենրից շատ մարտական է տրամադրված։ Իսկ Միքոն ու Աննան հաստատ լեզու կգտնեն Անգելինայի ծնողների հետ։ Այդ դա։ Պատրաստվենք հարսանիքի։ Խորհուրդ չէի տա շտապել։
Մի կտոր կեր, այսօր եմ թմել, արագ։ Որ դու ես թխել կուտեմ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ես էլ մենք Մորքուր ջան։ Եթե դուր կտակ ներս կանք։ Բարև ձեզ։ Դե քո թույլտվությամբ հյուրընկալվել եմ ձեզ։ Դե ոնց որ ասում են, դռնից անում եք պատուանից ենք ներս մտնում, պատուանից անում եք տանիքից ենք իջնում։ Հենրի ջան, Ցանոթ նախադասություններ։ Ինչ եք ուզում։ Ավակը գիտի ինչ ենք ուզում։ Եվ ինչի համար ենք ձեզ հյուրընկալվել։ Ես ու Անգելինան Թույլ կտաս Հենրի։ Մենք եկել ենք պայմանավորվելու։ Ինչու՞ չէ, նաև մեր երեխաների պսակադրության օրը որոշելու։ Շատ չեք շտապում։ Հələ մի բան էլ ուշացել ենք հո պարավո։ Ու քանի որ այսօր շատ կարևոր օր է, գոնե հիմա տրամադրությունդ մի քիչ բարձր պահի։ Հենրի։ Չես տեսնում, մարդիկ լարված են։ Տեսնում եմ։ Պսակվեմ։ Գիտի լավ բան է անում։ Բան չասեցի հերս։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ասեցի կգանք, մենք էլ եկել ենք։ Առաջացեք։ Նստեք։ Ուր։ Գնամ սաղան գցամ դերում։ Արի նստի, բան պետք չի։ Ավակ ջան, հիմա ժամանակները փոխվել են, եթե մտածում ես աղջկա չտալու մասին, ասեմ քեզ, որ չես կարա, երեխեքը իրար ուզում են։ Ուզում ենը որն է։ Ասա մեռան պայքարելով խեղճ երեխեքը։ Սերը խեղդում է։ Հուսով եմ կհասցնենք փրկել։ Չեն խեղդվի, մենք էլ չենք դատվի։ Չէ, վստահի ինձ։ Փրկությունը իմ աչքերում տես, խնամի ջան։ Վիկտորիա ջան, մենք եկել ենք, ոնց որ արդեն ամուսինս ասեց, որ մեր երեխեքի կապը օրհնենք։ Ես մայր եմ ու ինձ համար շատ դժվար է։ Ու մտածում եմ, որ Անգելինային մենք դեռ պատրաստ չենք բաց թողնել։ Ես ձեզ շատ լավ հասկանում եմ, բայց տարիներ արագ են անցնում, երեխեքն էլ արդեն չափահաս են, սիրում են իրար։ Սիրելը որն է։ Չես տեսնում հալումաշ են լինում։ Հենրի ջան, ամուր բռնի մեր Արսիկի ձեռքը, քանի որ ես օրը դեռ երկար եք հիշելու։ Դե, ինչպես արդեն ասացի, մենք եկել ենք, որ ձեր համաձայնությունը ստանանք, սիրելի ավակ, որ մեր երեխեքը միասին լինեն։ Բայց դուք դեռ լուր եք։ Բարև ձեզ։
Քաղցրնել եկավ։ Բայց դուք դեռ լուռ եք։ Այս ամեն ինչը նախնական պայմանավորվածություն է։ Արի երեխեքին ցույց տանք, որ ամեն ինչ լավ է։ Գնանք դրսում խոսանք։ Լավ։ Մեր ինչ ես կանգնել առաջացի։ Ինձ կներեք երևի անհարմար պահի եմ եկել։ Շատ էլ հարմար պահի ես եկել։ Կարող դու ես տղե։ Հա։ Կարող տղե։ Մերի արի նստի։ Չէ, ավելի լավ է ես գնամ։ Ուր ես գնում։ Դուրս գան խոսենք։ Ես դեմ չեմ։ Մնացածը որպես ծնողներ մենք դրսում կպայմանավորվենք։ Եթե դեմ չեք։ Ավակ։ Հիմա կգանք։ Զոքանց ջան, դու տրամադրությունդ գցելու պատճառ չունես։ Լնա ինչ սիրուն, հարգանքով տղայա գալի քեզ փեսա։ Դուք Հենրի սենց խոսելուն մի նայեք, իրականում ինքը շատ բարի տղա է։ Երկար ես կանգնելու մեր։ Դե ուղղակի անկոչ հյուրի նման եկա, հիմա էլ տեղը չեմ գտնում։ Մերի ջան, դու մեր տան անդամն ես։ Անգլինային օգնի սուրճ պատրաստեք, միջև աղքեն կկաններս։ Դե բայց ես ինձ անհարմար եմ զգում։ Հիմա կօգնեմ սուրճը կդնենք ու կգնամ։ Ինչ էլ ամաչելու տեղ ես գտել։ Դե ինձ կներեք, ես արդեն գնամ։ Չէ, ուր ես գնում։ Չէ, գնամ։ Գնամ ձեզ չխանգարեմ։ Ճանապարհել պետք չի։ Հաջողություն։ Ոչ ես մեղք ունեմ, ոչ դու։ Եթե մենք դեմ կանգնենք, իրավիճակը ավելի կսրենք։ Ուրեմն պիտի բացահայտվի այդ գաղտնիքը, եթե դու ասել եմ ու ասում եմ։ Ես իրավիճակը կվերահսկեմ։ Լսի Նիկո։ Կապ չունի, որ տարիներ առաջ Անգելինան հայտնվեց մեր գրքում։ Կապ չունի, որ մենք իր ծնողները չենք։ Մեկը երեխուս մազին կպել է։ Ինձ ես ասում, եթե մեկը իմ երեխեքի մազերին կպնի, ես չգիտեմ ինչ կանեմ։ Սարսափելի է, ոնց ենք ապրում։ Ախր ոնց են գլուխներս բարձին դնում։ Մի կերպ, ավակ ջան, մի կերպ։ Ուրեմն շտապ, առանց երկարացնելու նենց ես անում, որ տղեդ իմ աղջկա հետ ոչ մի կապ չունենա։ Սա վերջին անգամը որ լռում եմ։ Սեմ։ Մերի, ինչ ա եղել, ինչ ես կան շուտ եկար։ Դե Հենրին ընտանիքով են տեղեր։ Այսինքն ծնողների հետ։ Հա։ Հետաքրքիր է արդեն։ Հետո։ Հետո իմ ականջով եմ լսել, որ Հենրին ու Անգելինան ամուսնանում են։ Փաստորեն այդ լակոտը իր ուզածին հասավ, հա։ Ալո։ Քույրս։ Թեպետ դու իսկական շախունց ես դարձել, բայց ամեն դեպքում պիտի եղբորդ տեղեկացված պահես։ Ասա Բագրատ։ Իմ միակ ու գեղեցկուի քույր, ինչու այդքան կոպիտ։ Քրոջդ հիշում ես այն ժամանակ, երբ որ պետք եմ լինում։ Սխալվում ես։ Բագրատ, ես երեկվա երեխան չեմ ու շատ լավ հասկանում եմ, թե ամեն խոսքի տակ ինչ կա։
Ոնց հասկանում եմ, տանը մարդ չկա, շատ դուխով ես անունս տալիս։ Ուզում ես իմանաս որտեղ են, ասեմ, գնացել են խնամախոսության, Հենրիիս համար։ Ինչ խնամախոս, չի կարա նման բան լինի։ Իսկ ինչի չի կարա, քեզ պիտի հարցնեին, թե քեզ պիտի հետները տանեին։ Բակրատ։ Ես հետո կզանգեմ։ Չեմ սխալվում, էլի։ Քեզ պետք եղած ժամանակ ես քրոջը դիշում։ Թե ինչի ասեցի։ Այ քեզ հետաքրքիր նորություն։ Նման բան չի կարող լինել։ Ոչ։ Կարող է ինձ ուզում են շեղել։ Ես պիտի պարզեմ։ Ես պիտի պարզեմ։ Մերի, դու հիմա ասես վիճակում ես, որովհետև Անգելինան ամուսնանում է։ Ամուսնանումը լավ է անում, թող բախտավոր լինի։ Դու ինչ ես ուզվել։ Չէ, ուրիշ բաներ եմ լսել։ Մենակ չասես, սերիալների նման արդեն երեխայի են սպասում։ Պատահական լսեցի ձեթավակի ու Հենրիի պապայի խոսակցությունը։ Մերի, արդեն ջղայնանում եմ։ Անգելինան ձեթավակ հենց աղջիկը չի։ Ես էլ ասեցի, ինչ ես ասում։ Քո համար զարմանալու չէր։ Չէ, նորություն չես ասում։ Ոնց եմ դու գիտեիր։ Հա։ Բայց ոնց։ Ես այսքան ժամանակ ոչ գյուղացիներից, ոչ դպրոցից նման բան չեմ լսել։ Դե չես լսել նրա համար, որովհետև ձայծավակից ընտանիքը գյուղում հարգված ընտանիք է ու ոչ ոք հաստատ իրենց գաղտնիքը ջրերես չեր հանի։ Լավ, գոնե ինձ ասեիր։ Ասենք թե իմացար, քո կյանքում դրանից ինչ է փոխվում։ Չես եմ քո հանգստությունն ու անտարբերությունն ուղղակի սարսափելի է։ Հա, անտարբեր եմ, որովհետև Անգելինան արդեն մեծ աղջիկ է ու ինքը կարա որոշի, թե ում հետ ամուսնանա կամ չամուսնանա։ Իսկ դու ինչի մասին լսել ես, դրա մասին մոռանում ես։ Շատ հեշտ ես խոսում։ Դու տարիներ շարունակ իմացել ես, իսկ ես։ Մերի, մոռանում ես ասում եմ։ Դե, մենք արդեն խոսեցինք, պայմանավորվեցինք և որոշեցինք, որ ամեն ինչ արագացնում ենք։ Բայց մեր հարսիկը առայժմ կմնա այստեղ։ Դե ոչինչ, մեր հարսը պիտի հիմիկվանից հարմարվի, որ սա իր համար ժամանակա, որ կացարանա։ Ամեն աղջիկը համարել հայրական տունը ժամանակավոր է տղես։ Հուսով եմ մեր բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են։ Պապ ջան, աներ ջան, մենք շատ փոքր մարդիկ ենք, որ ձեր պայմանավորվածությունը խախտենք։ Գնացինք։ Շնորհակալ ենք Վիկտորիա ջան ամեն ինչի համար։ Հաջողություն։ Տեսակ ես։ Ամեն ինչ նորմալ է տղաս, ուղղակի հոգնածում։ Բոլորս էլ հոգնել ենք, բայց ես շատ ուրախ եմ։ Վերջապես երեխեքս իրար կհասնեն։ Երանի քեզ։ Պապ կարող է, որ առանձնացակ խոսալու օպարավուն իրան ավել բանը թույլ տվել։ Դե ադե պապաների թեմա է, բնականաբար աղջկա տերա պիտի հանգացներ, թե չէ։
Տղես աղջիկ ամուսնացնելը հեշտ բան չի։ Մանավանդ այսքան դժվարություններից հետո մենք բոլորս էլ ծնողներ ենք ու մեր կասկածներ ունենք, ոնց որ դու դրանից մի նեղվի։ Դե հա, մամ ջան, ճիշտ ես։ Բայց այդ իրան չի արդարացնում։ Ինքը չի կարա իմ հոր հետ իրան սխալ պահի։ Հանգստացի, հա։ Հորդ հետ ոչ մեկ սխալ չի կարա պահի։ Ամեն ինչ նորմալ է։ Թվում է, որ հիմա պիտի անսահման երջանիկ լինեմ, բայց չէ, ավելի վատ եմ։ Ներսումս ստագնապ կա, հարցերս ու վախերս հանգիստ չեն տալիս։ Իսկ դուք համառորեն լռում եք։ Կլինի գոնե մի բան ասեք։ Մի բան, ինչ-որ զարմանք ցույց տվեք, ինչ-որ էմոցիա ջղայնացեք, քննարկենք այս ամեն ինչը, կամ գոնե ի վերջո ասեք, որ երջանիկ եք։ Կամ էլ թե ինձ երջանկություն մաղթեք։ Պապի, բայց ինձ ինչի չտարան որ բազմաղբյուր։ Իա, դու հոժար ենք, որ իրան գնացին, մի հատ էլ քեզ տանային, հա։ Չէ, մի բան անային, բրիլյանտիզմատանի տանային մատը դնեին։ Հա ինչ, հավես կլիներ։ Դու խաղդ խաղցի, պայնաջը խաղդ խաղցի։ Այդ դրանք սա սուտի բաներ են։ Այ որ գան քեզ ուզելու, այդ ժամանակը տեսնես, թե պապդ ինչ է անցունակույի չեր կանի։ Ուֆ լավ էլի, ես արդեն հույսս կտրել եմ։ Ոնց որ բոլոր ավանդական ընտանիքներում ձեր մոտ էլ, տղեն առաջին տեղում է։ Չէ, բալես, ես չի դեմում համարը ոնց, բայց իմ պարագայում առաջի տեղում դու ես բալես։ Տենում ես, ես ոնց որ լավ է, հա, տրամադրություններդ։ Հա, պապ ջան, շատ։ Շատ, սերը հաղթեց, անցնելով կյանքի բոլոր դժվարին խոչընդոտները։ Լավ էլի Միքայել։ Ոչինչ, մամ ջան, ինչ ուզում են, թող խոսան, ես հիմա այնքան երջանիկ եմ, որ իմ համար ամեն ինչ օքեյ է։ Այդ աղա, ասիկ ուրախացի ու ճասիկ կեզ կործրա։ Պապս ախր այդքան դժվար ու պայքարող օրերից հետո պես շատ լավ սկիզբ է ախր։ Միքայել, կարող է առանձնանանք զրուցենք միասին։ Հարի թողենք վաղը էլի։ Սպառվել եմ։ Դե պապան նոր դեր է ստացել, պապի ջան։ Իսկ ես ռայրի դժվար է մարսում մի քիչ։ Էլ հանրապետությունում մարդ չկար։ Պետք է գնայիր բազմախբյուրի աղջկան ընտրեիր։ Նորից մի սկսի, հա, ես քեզ խնդրում եմ։ Համարենք չեմ լսել։ Դու էլ հո չասեցիր, պապա, դու սիրում այդ աղջկան։ Ինչ անում։ Սիրում է։ Ոյ, ուզվեցի։ Ինչ եք հասկանում, ինչա նշանակում սիրել։ Դե իհարկե, այդ մենակ դու ես հասկանում։ Իհարկե։ Դե լավ, ընտանիք ջան։ Եկեք ես հրաշքորը չփչացնենք։ Ես էլ գնամ գիշերը չքնելու։ Ֆայնա ջան շախ։ Մի
Զարմացած եմ, պապի, որ սենց գործերով դու ես զբաղվում։ Բագրատ Լալայանն է տան համար գալու ուսամփոփ ընտրելու։ Ինձ մոտ ամեն ինչ պիտի բարձր գեղագիտական մակարդակի վրա լինի, Արամ ջան։ Նա այդպես ոնց է։ Սիրուն է։ Ինձ էլ է դուր գալիս։ Ամեն շատ մի նեղվի, պապի։ Հեսա մաման կգա ամեն ինչ տեղ կգցի։ Ինչի Լիլիթս գալու է։ Դե պապան է գալու, մաման է պապային ոչ միտեղ մենակ չի թողում։ Պապան գալու է։ Այդքան էլ ասեցի, գալիս է ինչ անի։ Ուզում է թող գա, քեզ ինչ է խանգարում։ Դե չէ, ոչ մի կապ չունի։ Եթե գալիս է խնդիր չկա, ես միայն ուրախ կլինեմ։ Ուղղակի ես կարծում եմ, որ ինքը գալիս է ինձ վերահսկի։ Հիմա այս լուսամփոփն ես վերցնում, պապի։ Որ ասես են էլ կվերցնենք։ Ըստ քեզ Փեսուս, որ լուսամփոփը դուր կգար։ Պապան ինչ կապ ունի քո լուսամփոփ ընտրելու հետ։ Դե գալու է մեր տանը մնա։ Աչքին հաճո լինի։ Պապի, բայց չեմ կարծում, որ պապան քո տանը կապրի։ Այդ մեկը չես կարող ասես։